Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ Կանանց հարթակ ոդքասթի հյուրն է Ազգային ջրային համագործակցություն ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանը։ Բարև ձեզ Արևիկ, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, բարև ձեզ, լավ եմ եւ շատ ուրախ եմ ձեր հաղորդմանը մասնակցելու համար։ Տեսեք, մենք շատ կարևոր ուշադրության կենտրոնում ենք պահում կանանց գործունեությունը, որոնք որ մարզերում են աշխատանք իրականացնում եւ ունեն իրենց կարևոր առաքելությունը, հատկապես Հայաստանի բնապահպանական ջրային խնդիրների վերհանելու տեսակետից, բայց մինչ այս խնդիրներին անդրադառնալը կուզենայի հասկանալ ձեր մասնագիտական ուղին, ինչը ձեզ բերեց բնապահպանական այս ոլորտ եւ հատկապես ազգային ջրային համագործակցություն ՀԿ հիմնադրելու համար, ինչ աշխատանք եք նաեւ իրականացնում եք առումով։ Շատ հակիրճ ասեմ, երևի բոլորը անցնում են այդ ուղին, դպրոց, համալսարան, ասպիրանտուրա, հետո գիտական աշխատանք եւ գիտական աշխատանքից հետո հասարակական աշխատանք։ Մասնագիտությամբ ես համալսարանը ավարտել եմ որպես կենսաֆիզիկ, որը շատ բարդ մասնագիտություն էր։ Եվ գործուղվել եմ Սևանի հիդրոէկոլոգիայի ինստիտուտ, այն ժամանակ դեռ գիտական կայան էին կոչում, այսպես ասած, եւ այնտեղից ուղևորվել եմ դեպի Մոսկվայի համալսարան, այնտեղ ասպիրանտուրան եմ ավարտել որպես ջրային էկոլոգ, այսինքն հիդրոէկոլոգիայի բաժինն եմ ավարտել։ Ինչ վերաբերում է իմ մասնագիտական ընտրությանը, դա երևի մանկուց եկած բնության նկատմամբ սերն ու կենդանիների նկատմամբ հատկապես սերն ա եղել ու երբ որ ինձ ուղղորդում էին որպես բժշկական ինստիտուտ, ինձ համար ավելի հաճելի էր կենդանական աշխարհ դեպի, քան մարդկային աշխարհ, եւ ես ընտրեցի այդ մասնագիտությունը կենսաբանությունը։ Ասեմ, որ հեշտ չի տրվել, որովհետեւ երբ որ դու մայրաքաղաքային չես, այսպես ասած, ես ծնվել եմ Սպիտակում, ավարտել եմ Սպիտակի դպրոցը, հետո արդեն համալսարան ընդունվել եմ Երևանում եւ առավել դժվար էր Մոսկվայի ուսանելու տարիները եւ տոկունություն է պետք, որ դու հասկանաս, որ դա քո ապագան է, դա քեզ տալու ազատություն, գործելու հնարավորություն, աշխատելու հնարավորություն եւ քո ինքնությունը հաստատելու հնարավորություն։ Ասացի, որ գիտական աշխատանքով եմ զբաղվել, հիմնականում Սևանի հարցերով եմ զբաղվել, դեռ այն ժամանակ Սևանում ծանր մետաղների ազդեցությունը ուսումնասիրել իմ գիտական աշխատանքում, ազդեցությունը ամբողջ սննդային շղթայի վրա։ Եվ ճիշտ ասած, այդ գիտական աշխատանքը երևի ավելի մոտ է իմ սրտին, այսպես ես այսօր եմ դա գիտակցում, բայց քանի որ մենք ապրեցինք մեր ցուրտ ու մութ տարիները, երբ որ գիտական աշխատանքը արդեն չէր գնահատվում ու ոչ մի հնարավորություն չկար գիտական աշխատանքով զբաղվելու, մեր երիտասարդ գիտնականների խումբը որոշեց առաջին հասարակական կազմակերպությունը բնապահպանական բացել, որը կոչվում էր էկոլոգիական կենսակայունություն, եւ աշխատել արդեն որպես հասարակական կազմակերպություն, դա մեր համար նորություն էր, շատ դժվար էր, պիտի հասկանայինք, թե դա ինչ ուղի է գիտական աշխատանքից անցնել հասարակական աշխատանքի։ Եվ 2002 թվականին, երբ որ գլոբալ ջրային համագործակցություն այդպիսի միջազգային ցանց գոյություն ունի, եւ Հայաստանը մտավ այդ գլոբալ ցանցի մեջ, որոշեցինք մենք մի ուրիշ խմբով որոշեցինք, որ Հայաստանում ստեղծենք ազգային ջրային համագործակցությունը եւ 2005 թվականից մեր կազմակերպությունը ազգային ջրային համագործակցությունը արդեն աշխատում է ջրային ոլորտում ջրային հարցերով։ Ինչ հիմնական ուղղություններով եք գործունեություն ծավալում եւ հատկապես այսօրվա դրությամբ սակավ ջրի պայմաններում երբեմն տեսնում ենք, որ սարսափելի մեծ ջրային պաշարներ կորում են, հատկապես պետական մարմինների տվյալների եւ զեկույցներից հետո ակնհայտ է դառնում։ Ինչ եք անում եւ որպեսզի կանխարգելենք կամ ինչ խնդիրներ եք վերհանում նաեւ այս ոլորտներում։ Ճիշտ ասած, որպես հասարակական կազմակերպություն դուք չունեք այն լծակները, որ կարողանաք ինչ-որ ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա, բայց դուք կարող եք ներքևից հարցը բարձրացնել։ Մեր հիմնական գործունեությունը ջրային ոլորտի խնդիրներն են, սկսած ջրային ոլորտի ջրերի ջրային ռեսուրսների կառավարումից, ջրային ռեսուրսների աղտոտում, ջրային ռեսուրսների
արդյունավետ օգտագործում, այդ բոլոր հարցերը մեր ուշադրության կենտրոնում են, հատկապես վերջին տարիներին, երբ որ այս կլիմայի փոփոխությունը մենք զգում ենք, Եվ պարզվել է, որ կլիմայի փոփոխության ազդեցությունը ամենառաջին հերթին ջրային ռեսուրսներն են, այսինքն ջրային ռեսուրսների պակասն է զգացվելու, դառնում է ավելի ակտուալ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Եթե մենք հաշվի առնենք, որ Հայաստանում մենք ունենք յուրաքանչյուր բնակչին տարեկան 2700 մոտավորապես ջրային ռեսուրս, դա չի համարվում ցածր ջրային ռեսուրս։ Մենք ունենք ոչ էլ բարձր միջին ջրային ռեսուրսներ են եւ եթե մենք կարողանանք դա ճիշտ կառավարել, ապա մենք ջրային ռեսուրսների անբավարարություն չենք ունենա։ Բայց մյուս կողմից մենք մեր երկիրը այնպիսի դիրք ունի, որ անհավասարաչափ բաշխված են մեր ջրային ռեսուրսները հանրապետության տարածքում։ Այսինքն ունենք տարածքներ, որ ջրային ռեսուրսները բավականին շատ են, ունեն տարածքներ, որ սակավաջուր են այդ տարածքները։ Եվ այստեղ իրոք կառավարման խնդիր է առաջանում, թե ոնց պիտի մենք կարողանանք կառավարենք։ Եվ մյուս խնդիրը դա ջրային ռեսուրսի օգտագործման արդյունավետությունն է, այսինքն մենք 1 լիտր ջրից ինչ արդյունք ենք ստանում, որովհետև եթե դու ջրային ռեսուրսը չես խնայում, դու կարող ես տոննաներով ռեսուրս օգտագործել մի փոքր արդյունք ստանալու համար։ Եվ հիմնականում այդ տնտեսական հաշվարկն է, որ պիտի արվի մեր երկրում, որպեսզի կարողանանք ջրային ռեսուրսները ճիշտ բաշխել եւ կառավարել։ Այդ տեսեք, այդ նույն ոչ արդյունավետ կառավարման արդյունքն է այսօր Արարատյան դաշտի ստորերկրաջրերի պակասը։ Այսինքն մենք ամբողջությամբ տալիս ենք ձկնարդյունաբերությունը, բայց երբեք ոչ ոք հաշվարկ չի արել, թե 1 լիտր, 1 խորանարդ մետր ջուր օգտագործելուց քանի կիլոգրամ մենք ձուկ ենք ստանում եւ ինչ արդյունք ենք ստանում, ինչ տնտեսական օգուտ ենք ստանում։ Գիտեք ինչ, բնապահպանական գնահատումը, այսինքն շրջակա միջավայրի գնահատումը վերածել գումարի շատ դժվար է, որովհետեւ ձուկը դուք գիտեք, որ կիլոգրամը վաճառվում է այսքանով եւ ունեք այսքան արդյունք, բայց թե այդքան ջրի արժեքը, որը շատ ցածր արժեքով է ջուրը օգտագործում են, հաշվում ամենակ այդ ջրի արժեքը առանց հաշվի առնելու թե հետագայում այդ ջուրը ինչի համար կարող էր օգտագործվել եւ դուք ոնց կարող եք այդ ջրից ավելի մեծ օգուտներ ստանալ։ Այսինքն հիմնականում բոլոր ոչ միայն մեր երկրում, բոլոր երկրներում, որտեղ ջուր կա եւ ջրի պակաս ազգացում, դա կառավարման խնդիր է լինում։ Կլիմայական փոփոխությունները ակնհայտ են հենց այսօր, հատկապես երբ որ այս կարգի շոկ է Երևանում ու կան համայնքներ, որոնք որ ուղղակի ջրանջատման տակ են, ջուր չունեն։ Մի կողմից կա բացատրություն իբրև թե որ Վիոլան ասում է, որ չկա ջուր, քիչ է ջուրը, սակավ է, մյուս կողմից ասում են վթարներ են։ Որն է ավելի խելամիտ, կամ այս բացատրությունները բավարար են։ Գիտեք ինչ, պատկերացրեք, երբ ասում ենք, որ մեր մոտ ջրի կորուստները կազմում են 70%, 78%, դուք պատկերացնում եք, որ դուք մի դույլ ջուր բերեք, 70%-ը տուն չհասցնեք։ Ծակ լինի։ Դույլը օրինակ, թափի։ Դույլը ծակ լինի, թափվի գնա։ Նույն վիճակում մեր բիոլոջերի կառավարման համակարգն է։ Ես չգիտեմ այդ իհարկե կառավարման համակարգում ոչ միայն այդ վթարներն են, ոչ միայն վատ խողովակաշարերն են, այլ նաև ջրագողությունն է դա մտնում, բայց դա փաստորեն ամբողջը բնակչության կյանքի որակի վրա է ազդում։ Երբ որ ես չգիտեմ դուք վիոլաջրից այդ ծանուցումները ստանում եք թե չէ, ես արդեն 3-րդ օրն է իմ հեռախոսը չի դադարում ծանուցում ստանալուց, ամբողջ Հայաստանով մեկ վիոլաջուրը ջրանջատումներ անում եւ ընդհանրապես հայցում ենք ձեր ներողամտությունը։ Եթե Արարատյան դաշտում մարդը 2 օր ջուր չունի, ներողամտությունը հայցելու խնդիրը դա ես ուղղակի չեմ հասկանում եւ դա նույնպես կառավարման խնդիր է, այսինքն եթե դուք վերցրել եք համակարգը կառավարելու, համակարգը շահագործելու, ուրեմն բարի եղեք շահագործել այնպես, որ կառավարությունը կամ բնակչությունը գոհ լինի դրանից։
Ճիշտ է, ես չեմ բացառում, որ ջրային ռեսուրսների պակաս ունենք, ռոռոկման ջրի պակաս ունենք, որտեղ տեսնում եք ինչ եղանակներ են եւ հիմնական ինչի է պակասում, որտեղ գոլորշիացումը շատ բարձր է, աղբյուրները շատ ցամաքում են, գերշահագործում կա որոշ աղբյուրներում, որոնք շահագործվում են աննորմալ ձևով եւ ջրի սպառում են ջուրը։ Բոլորս գիտենք, որ այդ ջուրը վերականգնող ռեսուրս է, բայց վերականգնման չափ ունի, այնպես չի, որ ջուրը անսահման կարող է վերականգնվել։ Կվերականգնի այնքան, ինչքան հնարավորություն է, երբ որ դու սպառում ես ավելի շատ, քան իր վերականգնման հնարավորությունն է, դա աղբյուրը տարիների ընթացքում չորանում է։ Ես ուզում եմ խոսել ձեր կազմակերպության գործունեության մասին, հատկապես երբ որ պետական մարմինների առջև բարձրացնում եք տարբեր տեսակի հարցեր։ Ինչ արձագանք է լինում, որպես կին հասարակական կազմակերպության ղեկավար, ձեր նկատմամբ, ձեր բարձրացած հարցերի նկատմամբ ինչպիսի պատասխանատվությամբ են վերաբերվում, լուծումներ տալիս են, չեն տալիս։ Եկեք սկսենք նրանից, թե դուք ում հետ եք գործ ունենում։ Եթե ձեր դիմաց պետական մարմնում աշխատողները բանիմաց մարդիկ են, չեն վախենում հասարակական կազմակերպության կողմից բարձրացված հարցերից, չեն վախենում շփման մեջ մտնել եւ հարցի ընդհանուր լուծում գտնել, դա օժանդակում է եւ դուք կարողանում եք ձեր հարցը առաջ տանել։ Ունենք օրինակներ, երբ որ մի տարի աշխատանքի արդյունքում ղեկավար մարմինը փոխվում է եւ քո մի տարվա աշխատանքը, որ դու աշխատել ես ոչ միայն դու, այլև մի քանի նախարարություններ միասին աշխատել եք, ինչ որ փաստաթուղթ եք մշակել եւ երբ որ մարդը անձը փոխվում է, ամբողջը դառնում է 0։ Այդպիսի դեպքեր են լինում։ Այն ինչ վերաբերում է որպես կին վերաբերմունքը, ես տարբերություն չեմ տեսել երբեք որպես կին եւ որպես տղամարդ, թե ինչ տարբերություն կլինի եւ կարծում եմ դրա հիմնական պատճառը ոչ թե սեռնեկին կամ տղամարդ լինելը, այլ քո գիտելիքը, քո փորձառությունը, քո ներկայացված հարցը ու ներկայացման ձևը, ոնց կարող ես ներկայացնել։ Ես ոչ մի անգամ խնդրական վերաբերմունք իմ նկատմամբ, ամենայն դեպս իմ նկատմամբ ես չեմ տեսել, ոչ էլ մեր կազմակերպության որևէ անդամի նկատմամբ, որ մտածեինք, որ եթե այստեղ տղամարդ լիներ ու այս հարցը տղամարդը բարձրացներ, այդ հարցը կլուծվեր։ Այդպիսի խնդիրներ չենք ունեցել։ Ի ուրախություն մեզ երևի։ Մարզերում շատ մեծ աշխատանք եք իրականացնում եւ կուզենամ հասկանալ հատկապես կանանց ներգրավվածությունը ձեր դասընթացներին, ձեր արած աշխատանքին, որ մարզերում են ավելի ակտիվ, որ մարզերում են ավելի пассив եւ պատճառները որտեղ են ըստ ձեզ։ Մարզերում իհարկե բավականին շատ աշխատանքներ են անում, բոլոր մարզերում համարյա աշխատանքներ ունեցել են։ Ինձ համար մեկ ակտիվությունը դա Լոռու մարզն է, որտեղ կանայք բավական շատ ակտիվ են ու գիտեք ինչ ոչ միայն ակտիվություն է այդ ընթացքում, այլ նաև որ շարունակականություն ապահովող մարդիկ են։ Այսինքն երբ որ ծրագիրը ավարտվում է, կան տեղեր, որ ծրագրում գալիս են մի կերպ նստում են, մասնակցում են, ծրագիրը ավարտվեց, արդեն դրա մասին մոռանում են։ Լոռում են ակտիվ, Սյունիքում են ակտիվ, Սյունիքի կանայք են ակտիվ։ Ինձ համար ամենապասիվը Արարատի Արմավիրի մարզի կանայք են, ավելի շատ Արարատի ու ճիշտ ասած ինձ համար զարմանալի էր, որովհետև մտածում ես, որ մայրաքաղաքին ամենամոտիկն է եւ պիտի որ այդ զարգացման փուլը ավելի հեշտ լինեն, ավելի հեշտ լինի, բայց ցավոք այնտեղ հանդիպել ենք նույնիսկ այնպիսի դեպքերի, երբ որ գնում ես կանանց հանդիպում, գալիս են տղամարդիկ ու կարող են որ զարմանում ես, ասում են կգնանք մենք տանը իրանց կպատմենք։ Ես չգիտեմ հիմա որ ծայրից է գալիս այդ пассивությունը, նրանից որ կանայք իրենք են пассив, թե որ տղամարդիկ թույլ չեն տալիս կանանց ակտիվություն ունենալ այդ բանում հարթակներում, որ կանայք իրենց ձևավորեն։ Եվ կարծում եմ, որ կանանց ակտիվությունը գալիս է ընտանիքից։ Երբ որ ընտանիքում քեզ ազատություն են տալիս ու խտրականություն չկա, հենց ընտանիքում չկա խտրականություն։
երբ որ մարդը ազատ է մեծանում, երբ որ դրվում է իր մեջ այդ ազատությունը, հետո շատ դժվար է այդ ազատությունը խեղդել, թաղել կամ ինչ որ ձևով բանել, այդ ազատությունը միշտ էլ ինչ որ ձևով արդեն դուրս է գալիս եւ երևում է եւ աշխատանքում է երևում եւ սովորելում է երևում եւ կարծում եմ որ կանանց համար ամենակարևորը դա կրթությունն է այսինքն կինը պիտի լինի կրթված ոչ միայն նրա համար որ ինքը ակտիվ լինի որպեսզի նաև կրթության գիտակցությունը ընտանիքում լինի եթե կինը կրթված է ընտանիքից կրթված մարդիկ են դուրս գալիս շատ քիչ կարող եք հանդիպել որ կրթված կնոջ ընտանիքից ոչ կրթված մարդիկ դուրս գան եւ ոչ դաստիարակված Վերադառնանք Երևան։ Երևանը ունի մի շարք խնդիրներ, փոշու խնդիր, փոշու օթեաղտոտվածություն, շենքեր, որոնք կառուցվում են օրինական, անօրինական կոյուղներ, խնդիր, որը առանց նոր կոյուղատար համակարգի են կառուցվում։ Այս խնդիրները ձեր կազմակերպության ուշադրության կենտրոնում են մշտապես եղել եւ դուք դրանք բարձրաձայնել եք։ Տեսնում եք արդյոք պետական մարմինների կողմից համապատասխան վերաբերմունք կամ իրավիճակի փոփոխություն։ Տեսեք, սկսեմ այդ կոյուղու համակարգից Եթե մի 10 տարի առաջ կոյուղու համակարգի մասին խոսեինք, ասում էին դրա ժամանակը չի։ Նախարարությունում էին նույնը ասում, կառավարությունում են նույնը ասում, որտեղ մարդկանց պետք է ապահովել սկզբող խմելու ջրով, հետո նոր մտածել կոյուղու մասին։ Հիմա բավականին ծրագրեր կան, բավականին միջազգային ծրագրեր նույնիսկ կան, որոնք արդեն ուղղված են կոյուղու համակարգի բարելավմանը, վերականգնմանը, Սևանում ունենք ծրագիր, արդեն երկրորդ ծրագիրն է հայտարարվել, որ Սևանի ավազանի կեղտաջրերը մաքրվեն, որտեղ Սևանը որպես մեր, այսպես ասենք, մարգարիտը մեր երկրի պահպանելու կարիք ունի, հիմա ահավոր վիճակում է Սևանը, որտեղ Սևանի ամբողջ ավազանի կեղտաջրերը գետերի միջոցով լցվում են Սևան։ Եվ սպասել, որ մարդիկ կհասկանան, որ այդ կարևոր է եւ կգնան նրան նույնիսկ անհատական մաքրման կայաններ դնելու համար շատ երկար ճանապարհ պիտի անցնենք։ Իսկ եթե մենք ունենանք վերևից հսկողություն եւ այդ պարտադրանք, որ պիտի ունենանք, տեսեք, հասարակ բան, նույն հյուրանոցները, չէ, հյուրանոցը չունի մաքրման կայան։ Իր կեղտաջուրը Սևանի ափին լցնում է հորեմ փորում, լցնում են մղում են ընդերք, այնտեղից գնում է Սևան, մեկը ոնց ուրել մղեն գնալու է Սևան։ Եվ այդ հյուրանոցը երբ որ կառուցվում էր, այդ հյուրանոցի կառուցման ժամանակ գիտեք, որ բոլոր կառույցները անցնում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական։ Այդ գնահատականում պիտի հաստատ լինի, որ կոյուղաջրերը ուր են գնալու։ Եվ եթե կա եզրակացություն, պիտի գրեն, որ կամ պիտի մաքրվի։ Բայց այսօր պարզ երևում է, որ դա չի իրականացվում։ Եվ եթե չի իրականացվում, ինչու չի իրականացվում եւ ինչի չի պատժվում չիրականացնողը։ Այդ բաց թողումն է, որ մենք օրենքը ունենք, չէ, որ պիտի մաքրվի, ասում ենք, որ պիտի մաքրվի, բայց հսկողություն չունենք։ Եվ մենակ ասենք Սևանի համար չեմ ասում, նույն Աղվերանի ձորը, տեսեք Մարմարիկի կիրճը նայեք, նույն մեր Հրազդանի կիրճը, բոլոր ռեստորանները իրենց կոյուղին լցնում են Հրազդան գետը։ Իսկ Հրազդան գետում լողանում են երեխեքը, ձուկ են որսում մարդիկ։ Հիմա իհարկե քաղաքապետարանը դրա մասին մտածել է եւ բավականին մեծ խոշոր գումարով ծրագիր է իրականացնում ամբողջ կիրճը կեղտաջրից ազատելու համար կոյուղու կոլեկտոր են կառուցում իհարկե կեղտաջուրը չենք լցնում Հրազդան գետ բայց տանում ենք ուր ենք լցնում էլի առանց մաքրել կամ պիտի մաքրման կայան կառուցվի առանձին այդ կեղտաջուրը մաքրվի, որտեղ Երևանի մաքրման կայանը դուք ինքներդ էլ գիտեք, որ նույնիսկ մեխանիկական մաքրում չի իրականացնում։ Կուզենամ նաև քննարկել այն թեման, որ կանայք շատ դեպքերում ակտիվ քաղաքականություն չեն գալիս կամ քիչ են գալիս կամ իրենց չի տրվում հնարավորություն բարձր պաշտոններ զբաղեցնելու
հատկապես բնապահպանական ոլորտում, որտեղ որ որոշումներ են կայացվում։ Ինչ անել, որպեսզի այս բարիերը կոտրվի եւ կանայք ցանկանան այդպիսի պաշտոններ զբաղեցնեն եւ քաղաքական դաշտում հնարավոր լինի կանանց մասնակցությունը արժեքային տեսակետից փոփոխություններ բերելու համար։ Կարծում եմ պետական մարմիններում բարձր պաշտոն զբաղեցնելը բավականին ծանր աշխատանք է, հատկապես կնոջ համար, եթե դու ունես ընտանիք։ Մենք ունեցել ենք այդպիսի բնապահպանության փոխնախարար, ես իրեն աշխատանքը տեսել եմ ու տեսել եմ ոնց կարող է, ինչ դժվարություն կարող է լինել, երբ որ կինը ունի 3 երեխա ու ինքը նաև բարձր պաշտոն է զբաղեցնում։ Բայց մյուս կողմից երևի, գիտեք ինչ, երևի պիտի կանայք իրենք ուզենան այդ պաշտոնները գրավել ու իրենց հասնեն այդ մակարդակին, որ կարողանան պաշտոնները գրավել։ Ես չէի ասի, որ մեր տղամարդիկ պաշտոնյաները բոլորը ունեն ինչ-որ բավականաչափ բարձր գիտելիքներ իրենց տեղում, բայց երևի այդ կարծրատիպը դեռ մնում է մեր մեջ, որ տղամարդիկ ավելի լավ են կառավարում, տղամարդիկ ավելի երկար կարող են օրինակ աշխատանքի տեղում մնալ, կանայք ավելի կարճ կարող են մնալ, գիտեք ինչ, դա ոչ թե խտրականության խնդիր է, ես եմ կարծում այդպես, դա ոչ թե խտրականության խնդիր է, այլ պարզապես կանանց դերի խնդիրն է, ասենք ընտանիքում, եթե մայրը չկա, ավելի դժվար է, չէ, քան երբ որ հայրը աշխատում է, կարող է ժամը 10-ին տուն գա, դա ավելի քիչ է ազդում ընտանիքի վրա, քան երբ որ կինն է այդ ժամին տուն գալիս։ Մյուս կողմից նաև մենտալիտետի խնդիր է, որ երևի մարդկանց մեջ դեռ մնում է այն բանը, որ տղամարդիկ ավելի ուժեղ են, ավելի հստակ են կառավարում, ավելի կարող են, ոնց ասեմ, բռունցքով կառավարել, ինչ որ կոշտ որոշումներ ընդունել, կանայք ավելի մեղմ են։ Բայց ես կարծում եմ, որ դա ընդհանրապես մտածողության խնդիր է, եթե վերցնենք որպես, ասենք, անձեր կին եւ տղամարդ, նույն ձևով կարող են կանայք, եթե ցանկություն ունենան։ Ես ըստ իս հիմնական պատճառը, որ կանայք չեն գնում այդպիսի բարձր պաշտոնների, չեն գնում, ոչ թե թույլ չեն տալիս, որտեղ ունեն կանայք, որ ունեն բարձր պաշտոններ, քանի նախարար ունենք արդեն բարձր պաշտոն զբաղեցնող, պարզապես կանայք ավելի հակված են ընտանիքը պահելու, քան պետական պաշտոններ գրավելու, ես այդպես եմ կարծում։ Իսկ կառավարման տեսակետից, որակի տեսակետից ձեզ բավարարում է տղամարդկանց կառավարումը այս դեպքում։ Գիտեք ինչ, ես չէի ասի, որ տղամարդիկ հիմա համեմատենք տղամարդկանց եւ կանանց կառավարումը։ Ես տարբերություն չեմ տեսնում, որ կանայք կարող են ավելի վատ կառավարել, քան տղամարդիկ, որտեվ ինձ համար նույնիսկ մի քիչ բան է, որտեվ կանայք մի քիչ ավելի ճկուն են կառավարման տեսակետից, ասենք շատ բաներում իրենք կարող են, ասենք ոնց է տղամարդը իր կարծիքը ունի, այսպես, բայց կանայք ավելի հեշտ են իրենց կարծիքը փոխում, ավելի հեշտ են լսում դիմացինին, ավելի հեշտ են ընկալում այդ ասածը, տղամարդիկ մի քիչ ավելի, այսպես ասեմ, իր ասածի, որ մեկ եղել է այդպիսի դեպքեր էլ, երբ որ ասենք ասում են դուք չեք մեզ սովորեցնելու, թե ինչ պիտի արվի, կանայք ավելի ճկուն են այդ տեսակետից։ Շնորհակալ եմ շատ անկեղծ զրույցի համար, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ազգային ջրային համագործակցության ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանը։